Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի 7 երկրներում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա։ Դրանց թվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Իրաքյան Քուրդիստանում, ԱՄՆ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող օբյեկտները։ Հարվածներ են հասցվել նաև Իսրայելում գտնվող օբյեկտներին, որոնց թիրախը եղել է երկրի կենտրոնը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է. ԻՀՊՏ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հզոր հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ բնակարանի, ինչպես նաև Կատարում և ԱՄՆ-ում գտնվող այլ ամերիկյան բազաների, ինչպես նաև օկուպացված տարածքների Իսրայել կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որը պատրաստվում է նոր հարձակումների ալիքի։ Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, բայց նրանք չպետք է դա անեն։ Հակառակ դեպքում մենք նրանց կհարվածենք աննախադեպ ուժով, գրել է նա Truth Social-ում։ Կիրակի օրը Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Ըստ Ֆարս լրատվական գործակալության, Այաթոլլայի դուստրը Փեսան, թոռը և հարսը նույնպես զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Մեկնաբանելով լուրը, Թրամփը հայտարարել է, որ այժմ ավելի հեշտ կլինի դիվանագիտական կարգավորման հասնելը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատկերացում ունի այն մասին, թե ում կցանկանար տեսնել Իրանի ղեկավարի պաշտոնում գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։ Խամենեիի մահը նախկինում հաստատել էր Իրանի պետական հեռուստատեսությունը։ Այո, կարծում եմ այո։ Կան մի քանի լավ թեկնածուներ, ասել է ԱՄՆ նախագահը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանում կա մեկը, որին նա կցանկանար տեսնել երկրի ղեկին։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան մռնչացող առյուծ ռազմագործողության մեկօրյա հիմնական արդյունքները գնահատելու համար թերևս հիմք կարելի է ընդունել Ցահելի պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի թիրախային հարվածների շնորհիվ հաջողվել է ոչնչացնել հրթիռների արձակման մի քանի հարթակ, ինչպես նաև զգալիորեն վնասել ՀՕՊ համակարգը, ինչը օդային տարածքում ազատ գործելու հնարավորություն է տալիս։ Ասվածից պետք է հասկանալ, որ առաջին փուլին հետևելու են նոր և նույնպես թիրախային հարվածներ։ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի հայտնել Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդի և նախագահի նստավայրի հրթիռակոծումը, թեև մի քանի լրատվամիջոցներին տարածել են արբանյակային լուսանկարներ, որ պատկերում ավերածությունների հետքեր։ Ըստ երևույթին դա պայմանավորված է նրանով, որ Այաթոլլա Ալի Խամենեիի ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին NBC-ին հարցազրույցում ասել է, որ ինչքանով իրեն հայտնի է, Խամենեին ողջ է։ Նույն հարցազրույցում նա հաստատել է, որ Իրանը 1-2 հրամանատարի կորուստ է ունեցել։ Ավելի ուշ Թեհրանը պաշտոնապես հաստատել է, որ ԶՈՒԳՇ պետը, պաշտպանության նախարարը, բանակի գլխավոր հրամանատարը, ԻՀՊԿ հրամանատարը և նրա տեղակալը և պաշտպանության խորհրդի քարտուղարը սպանվել են։ Ի տարբերություն անցյալ տարվա հունիսի, Իրանը հայտարարել է, որ ոչ մի կարմիր գիծ չի հարգելու և իրոք հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի քանի երկրներում ԱՄՆ ռազմակայաններին, ինչպես նաև իսրայելական քաղաքներին։ Հետևանքների մասին տեղեկությունները, ինչպես նման դեպքերում է լինում, խիստ իրարամերժ են։ Իրանը հայտարարել է մի քանի 100 ամերիկացի զինվորականների ոչնչացնելու մասին, մինչդեռ Պենտագոնը վստահեցրել է, որ ամերիկյան կողմից մարդկային կորուստների չկան։ Փետրվար 28-ի երեկոյան Reuters-ը հայտնել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացությունն արգելափակել է։ Քաղաքական առումով առանձնացել է ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Սերգեյ Լավրովը Իրանի դեմ հարձակումը դատապարտել է և այն գնահատել իրանական կողմից չհրահրված։ Մոսկվան այդպիսով հերքել է Իսրայելի հիմնավորումը, որ հարձակումը կանխարգելի չէ։ Ուշագրավ է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի համատեղ հայտարարությունը։ Նրանք Իրանին հորդորել են հրաժարվել առավելապաշտությունից և վերադառնալ բանակցությունների։ Եվրոպական եռյակի առաջնորդները միաժամանակ հավաստիացրել են, որ Իրանի դեմ հարձակմանը չեն մասնակցում։ Ֆրանսիան առանձին պահանջել է Իրանի հարցով անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել։
Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ ադրբեջանական եւ թուրքական սոցցանցային որոշ ռեսուրսներ Անկարային եւ Բաքվին կոչ են արել ձեռնպահ չմնալ եւ ձեռնարկել թուրք բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր, թույլ չտալ, որպիսի իրանցի քրդերը գրավեն Խոյը, Սալմաստը եւ ադրբեջանական մյուս քաղաքները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի տարածքում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու ծրագիր չունի։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքը Իրանի դեմ հարվածների նպատակով օգտագործելու մասին լուրերը եւ հավաստիացրել, որ Անկարան ոչ ցամաքային, ոչ ջրային, ոչ օդային տարածք չի տրամադրում այն պատերազմի համար, որին Թուրքիան մասնակից չէ։ Արևմտյան մամուլի իշխող կարծիքն այն է, որ Իրանի դեմ նոր պատերազմում ի տարբերություն նախորդի Իսրայելը եւ ԱՄՆ-ն հստակ նպատակադրվել են հասնել կրոնապետության տապալմանը։ Որքանով է դա իրացնելի, փորձագետները դժվարանում են նույնիսկ կանխատեսումներ անել։ Մի բան կարծես պարզ է. պատերազմի առաջին օրը Իրանի ժողովրդին կրկին փողոցներ եւ հրապարակներ դուրս չի բերել։ Միակ հանրային միջոցառումն անցկացվել է Թեհրանում, բայց ի պաշտպանություն գործող իշխանությունների։ Փետրվարի 26-ին, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ժնևում հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիտքոֆի հետ իր մոտ 2 ժամ տևած հանդիպումը, որ տեղի է ունեցել Իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունների ընդմիջմանը, արդեն կանխատեսելի էր, որ Իրանին հրթիռային հարվածներն անխուսափելի են, ինչը եւ տեղի ունեցավ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես են եկել ուղերձով եւ չեն թաքցրել, որ նպատակը Իրանում կրոնապետության տապալումն է։ Այն իհարկե գունազարդվում է Իրանի ժողովրդին բռնապետությունից ազատելու, նրան բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք ապահովելու գեղեցկախոսությամբ։ Իրականում սակայն դրված է Մերձավոր Արևելքում գաղափարական պետության կազմաքանդման խնդիր, որի լուծումը պետք է խզի չարիքը առանցքը։ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան, ոչ ֆորմալ, բայց փաստացի գործող դաշինքը։ Ըստ էության, փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը չի կայացել։ Ուիտքոֆը առանձին հանդիպումներ է ունեցել Դմիտրիևի եւ Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովի հետ։ Մեկ օր հետո Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են իրականացրել։ Քաղաքական հարցերում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել։ Իրանի դեմ Իսրայելա-ամերիկյան հարձակումից կարճ ժամանակ անց ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղեկալ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցային գրառում է կատարել եւ Ժնևում Իրանա-ամերիկյան բանակցությունները գնահատել որպես Միացյալ Նահանգների իրական մտադրությունը քողարկելու միջոց։ Անցյալ տարի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներն Ալյասկայում հանդիպել են Իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմից մոտ 2 ամիս հետո։ Մոսկվան մի քանի անգամ պնդել է, որ ուկրաինական կարգավորման հիմքում պետք է լինեն Անկորիջի ընդհանուր ընկալումները։ Խոսքն ինչ ընդհանուր ընկալումների մասին է, Ռուսաստանը դեռևս չի բացահայտել։ Ոչ ոքի, բայց առաջին հերթին Միացյալ Նահանգների համար գաղտնիք չէ, թե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը Իրանից ինչ որակի եւ ծավալի աջակցություն է ստանում։ Այս իմաստով Իրանի դեմ ցանկացած սահմանափակում, բայց մանավանդ ռազմական ուղղակի գործողություն առարկայորեն շոշափում է Ռուսաստանի թե առհասարակ աշխարհաքաղաքական, թե հատկապես ուկրաինական ուղղությամբ շահերը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին փետրվարի 27-ին բացահայտ պաշտպանել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարբերակը։ Իրանում եւ նրա շուրջ ծավալվող իրադարձությունները կարծես վկայում են, որ եթե անգամ անցյալ տարվա օգոստոսին Թրամփը եւ Պուտինը Անկորիջում հասել են ընդհանուր ընկալումների, ապա իրական քաղաքական ռեժիմում ԱՄՆ նախագահը դրանք ջրել է։ Նոյեմբերին Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։ Դրանց արդյունքները որոշիչ են ոչ միայն Թրամփի հետագա պաշտոնավարման, այլև 2028 թվականի նախագահական մրցապայքարի համար։ Ամերիկացիների մեծ մասը դեմ է Պուտին-Թրամփ ընդհանուր ընկալումներին։ Ամերիկացիներն իհարկե չեն ողջունում նաև Իրանի դեմ ռազմագործողությանը, բայց հաջողության հասնելու դեպքում Թրամփը դա կարող է ընտրողներին մատուցել այնպես, որ միայն իրեն է հաջողվել վերացնել 47 տարի Ամերիկային մահ ցանկացող ռեժիմը։ Սեպտեմբերին Ռուսաստանում Պետդումայի եւ ռեգիոնալ խորհրդարանների ընտրություն է։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Պուտինի եւ Թրամփի միջև Անկորիջի ոգին չի վերածնվի։